Պետական մակարդակով գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ օրակարգում չէ հայոց ցեղասպանության ճանաչման հարցը եւ առհասարակ այդ խնդիրը։ Մենք եկել ենք հարգանքի փոխանցելու 18 թվականին մեր նահատակվածներին եւ քննեի հարցերը որքի գործնեայության այս տաների ընթացքում։ Դուք դատապարտում եք Թուրքիայի դրոշի որևէ հարց ցեղասպանության հետ կապված կա։ Որևէ հարցական ցեղասպանության հետ կապված ձեզ համար կա։ Դե ասում եմ հարցականներ կան ձեզ համար ցեղասպանության հետ կապված։ Ոչ կարող հարցականների հարցի ցեղասպանությունն է։ Պետք է Հայաստանը գնա շարունակի ճանաչման գործընթացը եւ պահանջի աշխարհից ու հատկապես Թուրքիայից ճանաչել ցեղասպանությունը։ Նախ այսօր մենք փոխհատուցում նաեւ տրամադրել։ Նախ այսօր մենք պետք է կարողանանք այսօրվա իրավիճակից ելնելով գնանք սահմանազատման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման։ Ես այլ տարբերակ չեմ տենում։ Եվ մենք որպես երկրապահի վարչության նախագահ այս տարիների ընթացքում դե բնականա գիտեք Արցախյան պատերազմում մենք 984,000 հոգով մասնակցել ենք, տվել ենք 74,113 վիրավոր եւ 20 թվականից մինչեւ այսօր 7 ուղղությամբ պահում ենք մեր պետական սահմանները։ Եվ հիմնականում մեծ ուժերը մեր երկրապահի Զավապանի հանդիպումը։ Դա արտասահման ճանաչման վերաբերում Թուրքիայի դրոշը այրելու դաշնակցության քայլին, որտեղ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի նախագահ դրանք դատապարտեցին այդ գործողությունը։ Ես այսօր իրավիճակից հասկանում եմ, որ դա ընդհանրեն ակցիա է, որոշ մարդկանց ցանկությամբ խաղաղության պայմանագրի ստորագրման եւ մեր սահմանազատման հետ կապ։ Բայց դա տարիներ շարունակ տեղի է ունեցել, պարոն Միքայելյան։ Դա իրաց խնդիրն է, իրաց կուսակցությունն է, ես չեմ քննադատում կամ չեմ դատում։ Նախորդի դուք չեք մասնակցել երբևէ, կամ քննադատել եք Դրոշ վառելու։ Ընդհանրապես ջահերով երկրի տարիներում նման բան չկար, որ գնային խաղաղության պայմանագրի։ Չէ, դրոշ վառել։ Հարց եք տալիս, լսեք հայտարարում։ Դրոշ վառել միշտ եղել է եւ չեն դատապարտել։ Դա իրաց կուսակցության խնդիրն է։ Բայց այսօրվա իրավիճակում պիտի մեկ քիչ խելոք լինենք, ես միշտ ասել եմ։ Մենք պետք է հրաժարվենք պահանջատիրությունից եւ խաղաղության գործընթացը հակասում է մեր պահանջներից։ Այսինքն որ պահանջներ դրոշ վառելու։ Չէ, պահանջատիրությունից, ցեղասպանության ճանաչումից այդ պահանջներից։ Մենք գործընթացի մեջ ենք, որի պիտի ավարտին հասնենք, հետագան ցույց կտա։ Այսինքն ձեր համար դատապարտելի է դա։ Կներեք, բայց այսօրվա իրավիճակում ես ասում եմ մեր ազգը համախմբված պիտի խելոք լինի, որ այս իրավիճակից մենք դուրս գանք։ Ասում եմ պետք է որպես արդյունք։ Ինձ հարց ունես տալու։ Իմ գործնեայության շրջանակներում։ Ես ձեր թիմակից ասում եմ, եթե ես վերանտրվեմ, պատմական արդարության վերականգնման օրակարգից հրաժարվում եմ։ Մենակ դուք սա ինչպես եք ընկալում, ինչ է դա նշանակում։ Ժամանակը ցույց կտա։ Պարոն Միքայելյան ասաց, քանի որ երկրապահները ծառայություն են իրականացնում Գեղարքունիքում, Ջերմուկում եւ այլն, Գեղարքունիքում 25 թվականին նոր ներխուժում եղել էր։ Ոչ, այդ սուտ է, ես գիտեմ այդ։ Բայց Արբանյակն է ստում։ Որ ասում եմ դա սուտ է եղել։ Ես այնտեղ կանգնած եմ, մեր տեղի երկրապահը 6 թվականակում կանգնած է։ Նման բան չեղավ։ Բա հիմա տեսեք ասում եք այդ նման բաներին պիտի վերջ տա։ Ներողություն, դուք ասում եք այնտեղ կանգնած ենք, հետո ասում եք պիտի մի քիչ խելոք մնանք եւ այլն։ Այնքան խելոք լինենք, չմնանք, տեսեք գաղափարապես խելոք լինենք։ Հա, հիմա գաղափարապես այնքան խելոք ենք ձեր ասած, որ մեր սուվերեն տարածքից այդպես էլ դուրս չեն ժամանակա, դրա համար եմ ասում, պիտի մենք գաղափարապես խելոք լինենք, որ այդ գործընթացը հարցվի ավարտվի։ Երկրապահը ինչպես է պատրաստվում մեր սուվերեն տարածքները, որ անցել է թշնամու։ Երկրապահը այսօր սուվերեն տարածքների դեմ կանգնած է եւ խաղաղության օրակարգի եւ սահմանազատման հետ կապված կան տարածքներ, որ իրանք հետ տան։ Արծվաշինա, բավար չտանը հետո կերվ, այդ համախմբատներն չեն կարա չտան։ Դուք եք կարծում, որ եթե քաղաքացիական պայմանագիրը չվերընտրվի, աղետալի պատերազմ կլինի սեպտեմբերին։ Դե Ժորժ ջան, մի գործընթաց հասցե քաղաքացիական պայմանագիրը։ Այսօր ես համարում եմ, որ արտաքին քաղաքականությունը հոյակապ վարում է երկրի վարչապետը։ Եվ մենք այսօր չեմ ուզում ստե բոլորը առաջացան ուրիշ ինչ ճանապարհ ունեն գնալու։ Այս նույն բաները անգլիացիք որ 19 թվականին մտան Գորիս, էլի նույն ձևի խափին գնացին։ Հիմա մենք ինչ անենք։ Մենք երկար ժամանակ եղել ենք Ռուսաստանի կազմում։ 44 օրյա պատերազմին ոչ մի օգնություն չեղավ մեզ։ Ոչ մի օգնություն, լինելով հապկանտամ, դաշնակից պետություն։ Ու այսօր մարդիկ ուզում են նորից տանել մեծնել Ռուսաստանի կազմ։
Որը ես Երբեք եղա Ռուսաստանի կազմում։ Երբեք չենք եղել Ռուսաստանի։ կազմում չի, բան չի։ Բա ո՞նց ենք։ Դա ինչ է։ Այսինքն անկախ Լավ, պետություն լավ, չենք դու ունեցել։ քիչ խոսքս վերջացնեմ։ Անկախություն չենք ունեցել։ Անկախություն ունեցել են եղբայր, բայց մի հատ մենք Հայաստանի Հանրապետության պետական սահմանում ենք ինչև է։ Կա նման բան։ Այո, ունենք։ Ուրա։ Չեք տեսնում, այն Ուրա, ես լավ եմ տնում։ Իներով հաղթեցի, ես ավելի լավ եմ տնում։ Այն սահմանի որտեղ որ դու կանած եք պետական Երկրապահներին սահման, այդ թվում ընդհանրապես մեր ժողովրդի նախկինում որևէ մեկը չէր կարողանում պատերազմով Որովհետև մենք Հիմա ասում են, եթե սահմանադրական մեծամասնություն չլիներ, երկրապահը, ազատամարտիկները, բոլոր այն տղեկ ովքեր են ժամանակին զենք վերցին, Վազգեն Սարգսյանը բոլորիս համախմբեց, մենք հզոր ենք։ Մենք մեր գործը փայլուն արել ենք։ 16 Մի րոպե, մենք մեր գործը փայլուն արել ենք 90-ական թվականներին։ Մնացածը քաղաքական գործիչների գործն էր։ Այսօր ես ինչ արել եմ այն թվերին Վազգենի օրոք մինչև հիմա Վազգենի հրամանատարության ներքո։ Այսօր նույն գործն արում է երկրապահն Հայաստանի Հանրապետության պետական սահմաններում կանգնած է 6 տարի թվականագներ չեմ ուզում ասել, դու գիտես որ ադրբեջանական սահմանները վերցնել, չգիտեմ ինչ վերլուծական կդնեն։ Թվականագները շատ մեծ թվականակով մինչև այսօր կանգնել ենք։ Ու մենք ուզում ենք որ հիմա դապեցնում են մեզ, այդքան մեր ժողովուրդը ընդհանրապես լսի, եթե հզոր ես եղել, ոմինչ էլ կարաս անես, բայց այսօր մենք պետք է խելոք լինենք, ոչ թե խելոք սաքսեր կասես, խելոք լինենք, ես վստահ ենթարկում եմ, խելոք լինենք գաղափարապես, այս իրավիճակից դուրս գանք, դառնալու սահմանած դարձած մեր պետական սահմանների մեծած պետություն, հետագայում ժամանակը ցույց կա։ Նայեք, Իսրայելը ինչքան գիտեմ 22000 քառակուսի կիլոմետր տարածք ունի։ Եվ այսօր աշխարհի գլուխ է տալիս։ Ժամանակը ցույց կտա։ Ես վերջացրի, խնդրեմ։